Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Աշոտյան, երկու օր է տեսնենք հանրապետականը, բավականին ակտիվ փորձում է իր բողոքի ձայնը, դժգոհությունը բարձրացնել, մեր Բաքվում պահում մեր հայրենակիցների վերաբերյալ հարցը բարձրացնել, այսպիսի ակտիվություն չենք զգում ընդդիմադիր մյուս ուժերի կողմից։ Ինչու են անտարբեր, որն է ձեր գնահատականը։ Ես ասեմ, որ երեկոյան կարողացա հետևել ընդդիմադիր մյուս ուժերի ակցիաներին, ասեմ, որ շնորհակալ եմ բոլորին մեր հայրենակիցներին, անկախ իրենց քաղաքական տարաձայնություններից, տարբերություններից, որոնք երեք մեծ ու փոքր, միջին, հնչեղ եւ պակաս հնչեղ, բայց այնուհանդերձ ակցիաներ են արել եւ դա շատ կարեւոր էր։ Ես չեմ ուզում մտնել այդ դաշտ, թե ինչու ակնկալածից ավելի քիչ էր, այդ հանրային աղմուկը։ Նախ չեմ համարում, որ այս փուլում մենք կարող ենք եզրակացություն անել քիչ էր, թե շատ էր։ Երկրորդը, այս հարցում Սերժ Սարգսյանը բարձրաձայնել է մեր համագումարին, որպես ընդդիմության համար միասնական ծրագրի առաջարկ հանրապետականի կողմից։ Մեր ակտիվությունը պատահական չի, մենք այս մի ամսը սրանով ենք ապրում, աշխատում, պատրաստվում, նամակներ գրում, այլ քաղաքական ուժեր նույնպես դա անում են։ Համարժեք սպասումներ ինձ հետ չեմ կարող ասել, չեմ ուզում այսօրվա իմ այստեղ գտնվելու նպատակը նախ եւ առաջ քաղաքացիական է, ես որպես հայ եմ, այստեղ որպես քաղաքացի եւ հետո նոր որպես հանրապետական։ Վստահ եմ, որ մեր գործընկերները, օրինակ Հայդատի մեր գործընկերները շատ լավ աշխատանք են տարել նամակով, բանով եւ այլն, եվրոպացիները հանուն Արցախի շրջանակներում եւ այլն։ Այսինքն բոլորը իրենց ուժերի ներածին չափով գործողություններ արել են, անում են, լավ կլիներ ավելի շատ լինեին, բայց դե ունենք այն ինչ որ ունենք։ Այսքանն էլ կա, այսքանն էլ է հերիք։ Ձայնը բարձրացնել, այստեղ փաստորեն չթողեցին։ Ես նոր տեսա, որ մեզ չթողեցին այստեղ այգում անել, դե հիշում եք Վենսի ժամանակ էլ այգում էին կարել, բայց Վենսը երբ որ կորտեժը մոտենում էր իջնում էր մեքենայից, ես հետո ձայնագրությունները, տեսագրությունները լսեցի, մեր ձայնը լավ էլ տեղ էր ասել եւ կներեք բառից համար մի քիչ հարամ էր արել այդ կեղծ արարողակարգային տոնակայնությունը, տոնականությունը։ Դուք ասում եք գեղի կլուբ, բայց երեք կլուբի այցելուները ասեցին այն նախկինում սենց բան հնարավոր չէր։ Ով կգար։ Ես երեք արտահայտեցի իմ զարմանքը մեղմ ասած, որովհետեւ դա կարող էր ասել օրինակ Ֆինլանդիայի վարչապետը, դա կարող էր ասել Լիխտենշտեյնի վարչապետը, Ֆրանսիայի նախագահում բոլոր նախորդ գործընկերները եղել են Հայաստանում եւ անգամ լուսանկարներ երեք հրապարակեցի Ժակ Շիրակի, Ֆրանսուଆ Օլանդի եւ Նիկոլա Սարկոզի մասնակցել, նման զավեշ տալիս ու ասելու իրավունք չուներ երևի։ Ես չեմ զարմանում, որ Մակրոնի վարկանիշը իր իսկ երկրում 17% է եւ մրցում է Նիկոլի վարկանիշի հետ։ Պարոն Աշոտյան, կարճատև ամնեզիայի պատճառը ո՞րն է։ Ինչպես։ Կարճատև ամնեզիայի պատճառը։ Ամնեզիա չէ, դա ակնհայտ ցինիկություն է, հիպոկրիսի է։ Նախընտրական հաճոյանալ Նիկոլին օգնել տարիջան տարբեր, այսպես ասած, մեսիջներ, որոնք այլա կտրտել, շահարկել, գովազդել, ներկայացնել, որ իրանք իրանց երկրի շահերն են հետապնդում։ Նիկոլի ջրաղացին ջուր լցնելու իմաստ։ Շատ պարզ, Նիկոլ Փաշինյանը սպասարկում է արտասահմանյան շահ, ավելի ճիշտ սպասարկում է դրսի գեոպոլիտիկ շահ եւ չի սպասարկում հայկական շահ։ Բոլորը երեք խոսում էին այն մասին, թե Հարավային Կովկասը ինչ միջանցքային կարեւորություն ունի էներգառեսուրսների, այսպես կոչված connectivity եւ այլն, տարբեր ուղղություններով, այդ թվում թվային իդեպ խնդիրներով, այդ թվում Միջին Ասիան Եվրոպական միությանը կապելու, իհարկե ոմանք նաեւ Չինաստանն են ասում, ինչին ես չեմ հավատում։ Ինչեւ ակնհայտ է, որ Նիկոլը մեր շահերը պետք է ներդներ այդ ամբողջ գլոբալ նախագծերի մեջ, ինչը չի արվել։ Դա բացահայտ է, չէ՞, որ այդպիսի պրո-հայկական որևէ բան մենք չունենք, դրոններ են թռցնում, որ են գրում են եսին welcome to Armenia, մենք փուճուրի գաղտնիք բաց են դες, էլի։ Երկու այդ դրոնները ես գիտեմ ով են բերում Միչելյան։ Դեռևս 2017 թվականի պարլամենտական ընտրություններին մեզ այդ կազմակերպությունը 17 թվականին, տես 9 տարի առաջ։ 9 տարի առաջ մեզ այդ կազմակերպությունը առաջարկել է այդ ծառայությունը։ Հաշվեցինք, տեսան շատ թանկ է։ Ու չարեցինք դա։ Այն ինչ որ մենք 9 տարի առաջ գիտեինք, 9 տարի հետո մատուցել որպես
Գիտես, ոնց որ iPhone 17-ն է, հա հիմա վերջինը։ Գլուխ գովաս iPhone 8-ով էլի, այսինքն այդ եղել է սա, այսինքն մենք կխփեսել ենք եւ չենք գայթակղվել, ինչպես կասել գալուց գա։ Սակայն վերջին հարցը ես միանամ իմ թիմակիցներին հասկանանք ոնց են։ Մեդիա դաշտում նաեւ շատ այսպես գրվեց Զելենսկի այցի մասին, չգիտեմ դուք մեկնաբանել եք այս հարցը թե չէ, տարբեր տարաձայն կարծիքներ հնչեցին, ինչպես եք դուք գնահատում, հա, ընդհանրապես Տեսեք, կատարվում է այն ինչի մասին մենք խոսում ենք դեռևս 18 թվականի մայիսի 8-ից։ Նիկոլ Փաշինյանի Աքիլեսյան գարշապարը, երբ որ առաջի պահից նա դարձավ վարչապետ, անվտանգություններ, արտաքին քաղաքականությունը, գեոպոլիտիկան այս բլոկն է։ Ինքը իր պաշտամունավորման ամեն տարվա ընթացքում դա ապացուցեց։ Հայաստանը դարձնելով գեոպոլիտիկ բախման թաթերաբեմ։ Եվ սա է ամենամեծ չեփեն, այսինքն Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական կենտրոնների բախման գործընթացի խաղի մեջ, դարձնելով մեզ ոչ թե պրիֆրանտավոյ, այսպես ասած, գոտի ինչպես կար, այնպես չի Հայաստանը Շվեյցարիայում է գտնվում։ Հայաստանը մշտապես գտնվել է գեոպոլիտիկ անցուդարձի ռեգիոնալ հարևանությամբ, բայց երբեք չի ներմուծել գեոպոլիտիկ կոնֆլիկտներ։ Նիկոլ Փաշինյանը շարունակաբար ներմուծում է Հայաստան գեոպոլիտիկ կոնֆլիկտներ եւ սա ամենամեծ խնդիրն է։ Ձեր մատնանշած դրվագը դրա մի մասն է, մի այս վերջին արտահայտումն է, հա, եւ ինձ ուրախություն չեմ պատճառում երկու կողմերի սուր եւ ռազմատենչ եւ խրոխտ հայտարարությունները, որովհետեւ երկուսի կիզակետում էլ Հայաստանն է, երկու դեպքում էլ վատ է։ Մեզ համար վատ է, ել չեմ ասում, այո, այդ հարցը տրամաբանական է, Հայաստանը ամենայն դեպս ֆորմալ առումով, դեռևս ֆորմալ առումով Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է։ Ձեր օպոնենտները սովորաբար ասում են, բայց տեսեք, Զելենսկին Ադրբեջան էլ գնաց։ Իսկ ինչու Ադրբեջանի գլխին մութաններ չկուտակվեցին, բայց մեր Ադրբեջանի նախագահը ցավոք սրտի արդեն այնքան կա, որ կարա Երևանի կազմակերպած գագաթա ժողովում վիդեո կապով մատ թափտավրեկները դրանցից ոչ մեկ ծպտուն չհանի։ մեկը հանեց։ Մեծոլան հանեց, դա Հայաստանի մասին չէր, դա Եվրոպայի մասին էր, դրա մասին խոսել ենք հարցազրույցի ամենասկզբում։ Շնորհակալ եմ, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Լարնիզի հարգելի հետևորդներ, մենք ուղիղ եթերում ենք Բաղրամյան 26-ի դիմաց, Բաղրամյան մետրոյի